Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից Լիբանանի հարավային եւ արևելյան շրջաններին հասցրած օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել 153-ը։ Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1094-ի, իսկ վիրավորներինը 3119-ի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ նշված է լիբանանյան առողջապահության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը իսրայելական հարձակումների առնչությամբ հայտարարել է, որ Իսրայելը պետք է անապահ դադարեցնի հարձակումները Լիբանանի ուղղությամբ։ Լրագրողների հետ զրույցում Գուտիերեշը նշել է, որ Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև մարտերը չպետք է Լիբանանին դատապարտեն նույն ճակատագրին, ինչ Գազան պաղեստինյան տարածքը, որը ավերվել է տարիներ տևած հակամարտությունների հետևանքով։ Ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս խաղաղ բնակիչները ենթարկվում են լուրջ վնասների եւ ապրում խոր անապահովության պայմաններում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր հանդիպումը, որը նախկինում հետաձգվել էր Իրանում ռազմական գործողության պատճառով, հետաձգվել է եւ կկայանա Պեկինում մայիսի 14-ին եւ 15-ին։ Իմ հանդիպումը Չինաստանի պատվարժան նախագահ Սի Ցզինպինի հետ, որը սկզբում հետաձգվել էր Իրանում մեր ռազմական գործողության պատճառով, հետաձգվել է եւ կկայանա Պեկինում մայիսի 14-ին եւ 15-ին։ Առաջին տիկին Մելանիան եւ ես նաեւ կհյուրընկալենք նախագահ Սիին եւ տիկին Պենգին այս տարվա վերջին Վաշինգտոն կատարվող պատասխան այցի համար։ Մեր ներկայացուցիչները ավարտում են այս պատմական այցելությունների նախապատրաստական աշխատանքները։ Ես անամբեր սպասում եմ նախագահ Սիի հետ հանդիպմանը, որը վստահ եմ կլինի հուշարձանային իրադարձություն, հայտնել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը Սպիտակ տուն է ժամանել համաշխարհային կոալիցիայի միասին ձևավորելու ապագան գագաթնաժողովին մարդանման ռոբոտի ուղեկցությամբ։ Հրապարակումը պարզաբանել է, որ Մելանիան կարմիր գորգով անցել է երրորդ նկարանունով ռոբոտի հետ։ Շնորհակալություն առաջին տիկին Մելանիա Թրամփ, ինձ Սպիտակ տուն հրավիրելու համար, ասել է ռոբոտը շրջվելով դեպի հանդիսատեսը։ Անցյալ տարի Մելանիան մեկնարկել է ազգային արհեստական բանականության մրցույթ, որը նախատեսված է ուսանողներին եւ մանկավարժներին խրախուսելու օգտագործել այն տարբեր խնդիրներ լուծելու համար։ Ֆրեդերիկսենի կոալիցիան հաղթել է Դանիայում տեղի ունեցած արտահերթ ընտրությունում։ Այսպես մարտի 25-ին հրապարակված քվեարկության պաշտոնական արդյունքների համաձայն Դանիայի իշխող ձախ կենտրոնամետ կոալիցիան, որը գլխավորում է վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը, հաղթել է երկրի խորհրդարանի արտահերթ ընտրությունում, սակայն չի ապահովել բացարձակ մեծամասնություն։ Կոալիցիան ներառում է 3 կուսակցություն՝ սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ կուսակցություն եւ չափավորներ։ Այս դաշինքը շահել է Ֆոլկետինգի 179 տեղից 84-ը։ Ընդդիմադիր աջ կենտրոնամետ դաշինքը ստացել է 77 տեղ։ ԱՄՆ-ում երդվյալ ատենակալների կարծիքով մետաընկերությունն օգտագործել է բիզնես վարելու խիստ անբարեխիղճ մեթոդներ, անարդարացիորեն օգտվելով երեխաների խոցելիությունից եւ անփորձությունից։ Դատարանը մետաընկերությանը $375 միլիոն տուգանք է նշանակել, ընդունելով, որ հարթակը գիտակցաբար վնասել է երեխաների հոգեկան առողջությունը եւ թաքցրել անչափահասների սեռական շահագործման մասին տեղեկատվությունը։ Երդվյալ ատենակալները նաեւ հանգել են եզրակացության, որը թույլ է տվել Նյու Մեքսիկոյի անբարեխիղճ բիզնես պրակտիկայի մասին օրենքի հազարավոր խախտումներ, իսկ օրենքը պաշտպանում է սպառողներին անազնիվ բիզնեսից։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Բանգլադեշում։ Առնվազն 18 մարդ է զոհվել Բանգլադեշի կենտրոնական հատվածում ուղևորատար ավտոբուսի պատմագետն ընկնելու հետևանքով։ Զոհվածների թվում կան 3 երեխա եւ 11 կին։ 11 ուղևորի հաջողվել է լողալով փրկվել։ Հյուսիսային Կորեայի եւ Բելարուսի միջև բարեկամության եւ համագործակցության պայմանագիր է ստորագրվել։ Այն ստորագրել են Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը պաշտոնական այցով Հյուսիսային Կորեայում էր։ Ավելի վաղ Լուկաշենկոն փաստաթուղթն անվանել է այնպիսի գործիք, որ հստակ եւ բացահայտ շարադրում է փոխգործակցության նպատակներն ու սկզբունքները եւ սահմանում է ապագա փոխշահավետ գործընթացների ինստիտուցիոնալ շրջանակները։